Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա այսօրվա վերջին հանդիպումն ենք դիտելու։ Մրցում են Լեռնային Արցախը եւ Մարսելը։ Հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ։ Հիմա արագ ներկայացնեմ թիմերի հիմնական հայտացուցակները։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է Հայկ Խաչատրյանը համար 27, Միքայել Առաքելյան համար 22, Արթուր Աբրահամյան համար 3, Արսեն Հարությունյան համար 8, Կամո Մանգասարյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, Տիգրան Համբարձումյան համար 13, Ալեն Սարգսյան համար 14, խաղը մեկնարկեց Վալերի Բաբայան համար 16, Հայկ Աթայան համար 24, Նարեկ Դանելյան համար 25 եւ Արամ Կոստանդյան համար 77։ Մարսելի դարպասը պաշտպանում է Անդրանիկ Հայրոյանը համար 1, Թովմաս Դավթյանը համար 4, Կարլեն Վարդանյանը համար 6, Գևորգ Հայրոյանը համար 11, Սարգիս Սարգսյանը համար 14, Հարութ Գրիգորյանը համար 16, Նարեկ Իսկանդարյան համար 27, Հավետ Բարեյան համար 51, Դավիթ Ջուլակյան համար 22 եւ Արա Հակոբյան համար 88։ Լեռնային Արցախի տղաներն են գնդակով փորձում են իրենց առաջին գրոհը իրականացնեն այս խաղում, բայց հիմա էլ Մարսելն է հակագրում եւ առաջին հարվածը տեսնում ենք իրականացրեցին Մարսելի ֆուտբոլիստները, այնտեղ հարվածում էր կարծես թե Արա Հակոբյանը եւ շատ շեղ հարվածեց վերջինս։ Նա տեսնում ենք լավ խաղարկումներ Լեռնային Արցախի տղաների կողմից եւ խաղի կանոնների խախտում նկատվեց ի վերջո եւ Վալերի Բաբայանն է գնդակի մոտ եւ խաղարկելու է այն թիմակցի հետ։ Փոխանցում դեպի առաջ շատ լավներ, փոխանցումը հարված եւ հիմա վտանգավոր էր Լեռնային Արցախի ֆուտբոլիստի հարված, այնտեղ հարվածում էր Նարեկ Դանելյանը եւ մի փոքր շեղությամբ անցավ նրա հարվածը։ Լավն էր դարպասապայի փոխանցումը առաջ, բայց այստեղ էլ Վալերի Բաբայանն է շատ լավ գործում եւ իր թիմի հակագրոհ սկսում, հիմա էլ առաջ է շարժվում Կամո Մանգասարյանը եւ նրանից խլում են գնդակը։ Այստեղ էլ Նարեկ Դանելյանն է լավ պաշտպանվում եւ հեռացնում գնդակը հեռու եւ եզրային նետումը Մարսելինն է։ Կարլեն Վարդանյան փոխանցում Սարգիս Սարգսյանին։ Մայլ Արցախի տղաներն են գրոհում, Վալերի Բաբայանն է աչքի եզրով շարժվում առաջ, փոխանցում է կատարում թիմակցին։ Այստեղ հանգիստ խաղարկումներով առաջ են շարժվում եւ շատ վտանգավոր էր, հիմա տեսանք դիպավ Մարսելի ֆուտբոլիստին վերջին պահին եւ կարող էր հայտնվել Մարսելի դարպասում գնդակը եւ անկյունային հարված են վաստակում
Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արամ Կոստանդյանն է գնդակով հարված եւ ինչպիսի գոլի հեղինակ է դառնում հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստը եւ հանդիպման հաշիվը բացված է 1-0 գոլի հեղինակ է դառնում Կամո Մանգասարյանը Կամո Մանգասարյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է Շատ լավն էր նրա հարվածը դարպասաձողին դիպավ եւ գնդակն անցավ դիմային գիծը եւ հիմա Արցախը հաղթողի կարգավիճակով շարժվում է առաջ Գեղեցիկ գրոհ տեսանք Արցախի ֆուտբոլիստների կատարմամբ եւ հիմա էլ Մարսելն է վաստակել անկյունային հարված Փոխանցում, բայց ուղիղ դեպի Անդրանիկ Հայկ Խաչատյանի ձեռքերի մեջ են վերցնում շարունակվում հիմա նորից Մարսելի գրոհը տեսնում ենք Բայց այստեղ լավ են պաշտպանվում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Կամո Մանգասարյանը գնդակի դիմաց կանգնեց եւ անկյունային հարված նորից կտեսնենք Լեռնային Արցախի դարպասից Փոխանցում կենտրոն հիմա նորից հեռացնում է Հայկ Խաչատյանը շարունակվում է Մարսելի գրոհը Հարված հիմա էլ Վալերի Բաբայանն է հեռացնում գնդակը Հիմա էլ Լեռնային Արցախն է անցնում գրոհի, բայց այստեղ Նարեկ Դանելյանի փոխանցումը չստացվեց Եվ ի վերջո այստեղ եզրային նետում է վաստակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Վալերի Բաբայանը այստեղ լավ չգործեց Հիմա Մարսելն է գնդակով, բայց հեռացնում են նորից Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Բայց հիմա էլ Մարսելն է սխալվում Հիմա հակագրոհում է Լեռնային Արցախը Կամո Մանգասարյանը ձախ եզրով շարժվում առաջ գեղեցիկ էր ամեն ինչ Տեսնենք հարված կտեսնենք, բայց հիմա էլ այստեղ լավ է պաշտպանվում Գևորգ Հայրոյանը Եվ խաղի կանոնների խախտում Մարսելին է գնդակը լինելու Շատ թեժ պայքար է հիմա ընթանում խաղադաշտում Նորից տեսնում ենք Արցախն է գրում Կամո Մանգասարյանն է նորից գնդակով խաղարկում է թիմ ակցի հետ Նարեկ Դանելյան հետ է փոխանցում թիմ ակցին փոխանցում հիմա Վալերի Բաբայան եւ բարձր է հարվածում այստեղ Վալերի Բաբայանը բայց շատ լավն էր փոխանցումը Սարգիս Կարապետյանի բայց մի փոքր բարձր հարվածեց այստեղ Վալերի Բաբայանը Բայց հիմա նորից տեսնում ենք Լեռնային Արցախն է գրոհում Եվ ի վերջո վաստակում են անկյունային հարված Այստեղ արագ խաղարկվում Վալերի Բաբայանն է գնդակով գեղեցիկ անցում Փոխանցում ձախ դեպի Արամ Կոստանդյանը Հարված և փրկում է հիմա Հայրոյանը ու հեռացնում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստները շատ վտանգավոր էր Լեռնային Արցախի հարվածը Նշեմ, որ Լեռնային Արցախը այս մրցաշրջանը շատ լավ է մեկնարկել հիմա Մարսելն է գրոհում այստեղ է լավ է գործում Հայկ Խաչատրյանը Հարված տեսանք Մարսելի կողմից և նորից փրկում է Հայկ Խաչատրյանը իր թիմին Այնտեղ սխալվում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստը բախտը ժպտաց նրանց կարող էին հավասարեցնել հաշիվը
Մարսելի տղաները Արամ Կոստանդյան փոխանցում Կամո Մանգասարյանին հեռացնում են հիմա նորից գնդակը Մարսելի ֆուտբոլիստները Գնդակը մնում է խաղադաշտում Սարգիս Կարապետյան փոխանցում թիմակցին լավն էր փոխանցումը Վալերի Բաբայանն է հիմա գնդակով Այստեղ գնդակին է խաղացել Մարսելի ֆուտբոլիստը փոխանցում շատ լավն էր հիմա Հայկ Խաչատրյանը դուրս եկե եւ հարված մի փոքր շեղ է անցնում հիմա հարվածը Նարեկ Իսկանդարյանն էր կարծես թե հարվածում բայց ինչպիսի դիրքից չհարվածեց չկարողացավ աչքի ընկնել Նարեկ Իսկանդարյանը Հայկ Խաչատրյանը այնտեղ լավ դուրս չեկավ իր տեղից Հիմա գեղեցիկ փոխանցում այստեղ կարող էր Կամո Մանգասարյանը դուբլի հեղինակ դառնալ բայց չնստեց ոտքին գնդակը այստեղ նրա Հիմա շատ թեժ պայքար է ընթանում փոխնի փոխ գրողներ են անցկացնում թիմերը Նարեկ Իսկանդարյանն է գնդակով փոխանցում Հայկ Խաչատրյանն է նորից այստեղ կանգնում գնդակի Արչև հիմա էլ հակագրող կտեսնենք Լեռնային Արցախի կատարմամբ Այստեղ Արամ Կոստանդյանի հետ պայքարում խաղի կանոնների խախտում եւ տուգանային հարվածը Լեռնային Արցախինն է Շարունակեմ ես միտքս Նշեմ, որ այս մրցաշրջանում Լեռնային Արցախը շատ լավ է դրսևորում Եվ այս պահին երրորդ հորիզոնականում է գտնվում 28 միավոր վաստակել է Իսկ Մարսելը 7 միավորով 15-րդն է Կասուլիչը հիմա տեսնենք Լեռնային Արցախի տուգանային հարվածը հարված եւ շատ վտանգավոր էր հիմա Արսեն Սարգսյանի հարվածը Այստեղ Մարսելի տղաները լավ չգործեցին եւ եզրային նետումը Լեռնային Արցախինն է Վալերի Բաբայանն է գնդակով շարժվում է առաջ փոխանցում Կամո Մանգասարյանին եւ Նարեկ Դանելյանն է հիմա հարվածում փակում են ճանապարհը շարունակվում է գրողը Արսեն Սարգսյան Նարեկ Դանելյանն է գնդակով Փոխանցում էր կատարում Կամո Մանգասարյանին, բայց այստեղ հեռացրեցին Մարսելի տղաները գնդակը եւ շարունակվում է նորից գրողը Լեռնային Արցախի Վալերի Բաբայանն է հիմա էլ հարվածում նորից փակում են նրա հարվածը եւ ուղղակի հեռացնում են Մարսելի տղաները Խաղարկում են գնդակը Լեռնային Արցախի տղաները, Արսեն Սարգսյանն է գնդակով դաշտի կենտրոնում Տիգրան Կարապետյանն է գնդակով հետ փոխանցում դարպասապային Մանր խաղարկումներով փորձում են առաջ շարժվել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Նարեկ Դանելյան նորից ետ փոխանցում Հայկ Խաչատրյանին Տիգրան Կարապետյան աջ եզրով շարժվում է առաջ Այստեղ ազատվել է կենտրոնում Վալերի Բաբայանը բայց սխալվում է այստեղ Տիգրան Կարապետյանը նորից դուրս է եկել Հայկ Խաչատրյանը եւ այստեղ փրկում է հիմա վերջին պահին Արամ Կոստանդյանը իր թիմին այստեղ էլ Վալերի Բաբայանը հեռացրեց բայց նրա հեռացումը կարծես թե դեպի դարպասն էր ուղված բայց Արամ Կոստանդյանն էլ իր թիմին այստեղ փրկում է եւ հանկյունային հարված կտեսնենք Լեռնային Արցախի դարպասին շատ վտանգավոր էր հիմա Փոխանցում հարված եւ հարվածը հիմա չի ստացվում Մարսելի ֆուտբոլիստի Նարեկ Դանելյան Վալերի Բաբայանն է հիմա գնդակով Մարսելի ֆուտբոլիստները կարողացան արագ հետ վերադառնալ իր խաղադաշտ Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ եւ սխալվում է Արսեն Սարգսյանը այստեղ եւ եզրային նետումը Մարսելինն է
Եվ շատ լավներ փոխանցում հիմա նորից այստեղ Հայկ Խաչատրյանը դուրս գալիս եւ հեռացնում գնդակը, շարունակվում է հիմա Մարսելի գրոհը Կարլեն Վարդանյան փոխանցում նորից հեռացում Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից այստեղ էլ Կամո Մանգասարյանն է շրջանցում կատարում Հայկ Խաչատրյանի մոտ է հիմա գնդակը Այստեղ նորից հանգստացնում են խաղը Լեռնային Արցախի տղաները Տիգրան Կարապետյանը խաղում է դարպասապայի հետ Այստեղ կենտրոնում Արամ Կոստանդյանն է խաղում է Վալերի Բաբայանի հետ եւ խաղի մրցավարը դադարեցնում է այստեղ Մարսելի ֆուտբոլիստը ընկել է խոտածածկին եւ ստացել է հարված ոտքին Այս դադարի ընթացքում ես նշեմ թիմերի անցկացրած վերջին հանդիպումները Լեռնային Արցախը պարտվել է առաջատար Յուվենտուսին 2-0 հաշիվ է գրանցվել այդ խաղում, իսկ Մարսելի տղաները կարողացել են հաղթել Լացիոյին Հիմա այստեղ տեսնում ենք ամեն ինչ կարգին է Մարսելի ֆուտբոլիստի հետ խաղը շարունակվում է Արսեն Սարգսյանն է դաշտի կենտրոնում այստեղ Նարեկ Դանելյանին է փոխանցում հետ փոխանցում նորից Արամ Կոստանդյանին այստեղ շատ լավ շրջանցում կատարեց Արամ Կոստանդյանը աջ փոխանցում կատարեց Վալերի Բաբայան լավն է նրա փոխանցումը Կամո Մանգասարյանին նորից Վալերի Բաբայանն է գնդակով հարված եւ այստեղ էլ փրկում է Անդրանիկ Հայրոյանը բայց Ինչ վտանգավոր դիրքից հարված կատարեց Վալերի Բաբայանը եւ վերջինս իր թիմի համար վաստակում է անկյունային հարված Գնդակի մոտ այստեղ Արամ Կոստանդյանն է փոխանցում եւ հիմա նորից Վալերի Բաբայանն էր հարվածում շրջադարձ հարված փորձեց կատարել շարունակվում է Լեռնային Արցախի գրոհը Կոստանդյան փոխանցում Մանգասարյանին հետ Կարապետյանին Արսեն Սարգսյան Կամո Մանգասարյան շարունակվում է գրոհը Լեռնային Արցախի եւ այստեղ Հայրոյանն է վերցնում գնդակը եւ սկսում իր թիմի գրոհը Այստեղ հիմա շատ լավ է հիմա Մանգասարյանը գործում փոխանցում Բաբայանին հարված եւ հիմա բարձր է հարվածում այստեղ նորից Վալերի Բաբայանը արդեն երկրորդ ոչ երրորդ հարվածը կատարեց Վալերի Բաբայանը այս խաղում Հիմա այստեղ նորից շտապեցին Մարսելի ֆուտբոլիստները եւ փոխանցումը չստացվեց Մարսելի ֆուտբոլիստի եւ գնդակը նորից Լեռնային Արցախինն է լինելու Խաղարկում են գնդակը այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Մանգասարյանն է հետ վերադարձել փոխանցում Արամ Կոստանդյանին նորից Մանգասարյանն է գնդակով այստեղ գեղեցիկ հնարքով շրջանցում կատարեց Մարսելի խաղացողի վրայով եւ այստեղ Գնդակը դուրս եկավ եւ հիմա էլ Մարսելն է գրոհելու Այստեղ հեռացրեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը գնդակը եւ Մարսելը կսկսի իր գրոհը իրենց կիսադաշտից Կարծես թե առաջի խաղակեսի հասարակածը հատել ենք մենք հիմա 1-0 է մեզ մոտ դեռ հաղթում են Լեռնայի Արցախի տղաները եւ Այստեղ էլ Մարսելի ֆուտբոլիստն է խաղի կանոնները խախտում եւ դեղին քարտ Մարսելի ֆուտբոլիստին Այնտեղ դեղին քարտը ստացավ կարծես թե Նարեկ Իսկանդարյանը
Այստեղ հիմա գնդակով են նորից Լեռնային Արցախի տղաները։ Շատ լավն են խաղարկումները այստեղ Լեռնային Արցախի տղաների։ Այստեղ հանգստացեցին խաղը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հիմա առաջ էր շարժվում ձախ եզրով Կամո Մանգասարյանը, բայց չհասավ այս փոխանցմանը։ Երկար փոխանցում դեպի Իսկանդարյանը, բայց նորից եզրային նետումը Մարսելինն է։ Շատ լավն էր փոխանցում այստեղ Կարլեն Վարդանյան, հարված, բայց շատ բարձր է հիմա հարվածում այստեղ Կարլեն Վարդանյանը։ Եվ կտեսնենք Հայկ Խաչատրյանի դարպասից հարված։ Կարծես թե վերահսկում են Լեռնային Արցախի տղաները գնդակը եւ հիմա էլ հարվածում էր նորից Մարսելի ֆուտբոլիստը, բայց նորից բարձր են հարվածում։ Արագ խաղարկում տեսանք Հայկ Խաչատրյանի կողմից, բայց կորցրեցին նորից գնդակը Արցախի ֆուտբոլիստները, շարունակում է Մարսելի գրոհը, աջ եզրով շարժվում է առաջ, փոխանցում դեպի Սարգիս Սարգսյանը, հասնում է գնդակին։ Եվ այստեղ էլ հեռացնում է Տիգրան Կարապետյանը գնդակը եւ եզրային նետումը Մարսելինն է։ Փոխանցում Վարդանյանին, Վարդանյան փոխանցումը անցնում է Մարսելի ֆուտբոլիստին, հարված եւ Հայկ Խաչատրյանը հիմա էլ փրկում Լեռնային Արցախին, հիմա էլ հակագրող տեսնենք Լեռնային Արցախի կողմից, այստեղ Վալերի Բաբայանը լավ չգործեց եւ հեռացրեցին Մարսելի ֆուտբոլիստները։ Գնդակը շարունակում է Արցախի գրոհը Վալերի Բաբայան, փոխանցումը այստեղ նորից չստացվեց Վալերի Բաբայանի։ Նորից Մարսելի կողմից հեռացում, բայց պահում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստը շրջանցում եւ այստեղ էլ լավ է պաշտպանվում Լեռնային Արցախի պաշտպանը։ Այստեղ հիմա դուրս են գալիս Մարսելի ֆուտբոլիստը, Լեռնային Արցախի տղաները գրոհում են Վալերի Բաբայանն է աջ եզրով շարժվում առաջ։ Փոխանցում Տիգրան Կարապետյանին։ Փոխանցման փորձ Արսեն Սարգսյանն է կորցնում եւ նորից հեռացում տեսանք Մարսելի ֆուտբոլիստից։ Արամ Կոստանդյանն է գնդակով թողնում է Արսեն Սարգսյանին, փոխանցում լավն էր փոխանցում այստեղ Արսեն Սարգսյանի, բայց այնտեղ այդ փոխանցմանը չհասավ վերջին պահին Կամո Մանգասարյանն էր շարժվել առաջ։ Փոփոխություն այստեղ տեսանք Մարսելի կազմում։ Մի փոքր առավելություն ունի այս պահի դրությամբ Լեռնային Արցախը այս խաղակեսում Մարսելի նկատմամբ, թե գնդակի տիրելու առումով, թե հարվածներով, նրանց հարվածները շատ վտանգավոր են։ Վալերի Բաբայանն է հիմա գնդակով շարժվում է առաջ կենտրոնով, փոխանցում Արսեն Սարգսյանին եւ լավն էր հիմա փոխանցումը Կամո Մանգասարյանն է հարվածում եւ իր վրա է վերցնում գնդակը Դավիթ Ջուլակյանը եւ եզրային նետումը Լեռնային Արցախինն էր։ Շատ լավ գրոց ձեռնարկեցին այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, այստեղ էլ սխալ նետում տեսանք Վալերի Բաբայանի կողմից եւ Մարսելինն է գնդակը լինելու։ Չենք կարողում տեսնում ենք Մարսելի տղաները գնդակ պայել, Նարեկ Դանիելյանն է հիմա գնդակով հարված կատարից, Նարեկ Դանիելյանը հայրոյանն է փրկում, Վալերի Բաբայանն է հիմա ավելացնում, բայց շեղ է Վալերի Բաբայանի հարվածը։ Վտանգավոր են տեսնում ենք Լեռնային Արցախի հարվածները։ Վալերի Բաբայանը այսօր շատ անգամներ փորձեց հարվածել
Մարսելի դարպասին, բայց հաջող չէին նրա հարվածները, հիմա էլ կորցնում է վերջինս գնդակը եւ եզրային նետումն էլ Մարսելինն է լինելու։ Գևորգ Հայրոյանը չհասավ գնդակին եւ Հայկ Խաչատրյանի դարպասից հարված կտեսնենք։ Արագ խաղարկեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Ձախեզով շարժվում է առաջ, հիմա Կամո Մանգասարյանը թողնում է Վալերի Բաբայանին, Արսեն Սարգսյան շարժվում է առաջ, լավն էր Արսեն Սարգսյանի փոխանցումը Արամ Կոստանդյանին, Մանգասարյան, Բաբայան, հարված եւ գոլ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը այստեղ Լեռնային Արցախը, ի վերջո Վալերի Բաբայանը գոլի հեղինակ է դառնում այս խաղում։ Եվ վերջում է մրցավարը, առաջին խաղակեսը ավարտված է, խաղի առաջին խաղակեսի վերջի րոպեին Լեռնային Արցախը կրկնակատում է իր առավելությունը եւ ընդմիջում մեզ մոտ կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեկնարկել է եւ 2-0 հաշվով Լեռնային Արցախը հաղթում է Մարսելին այս պահի դրությամբ։ Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք մեզ մոտ։ Թիմերը փորձեցին շատ անգամներ հարվածներ կատարել, բայց ի վերջո Լեռնային Արցախի հարվածները տվեցին իրենց արդյունքը։ Եվ երկու գնդակի առավելություն ունի այս պահի դրությամբ Լեռնային Արցախը եւ հիմա արագ ներկայացնեմ թիմերի հայտացուցակները։ Լեռնային Արցախ դարպասը պաշտպանում է Հայկ Խաչատրյանը, համար 27, բայց հիմա տեսնում ենք այս պահին դարպասապահը փոխվել է եւ Վալերի Բաբայանն է ստանձնում դարպասապահի դերը Լեռնային Արցախի կազմում։ Հիմա Մարսելն է գրում, այս գրոյից հետո շարունակեմ։ Փոխանցում եւ այստեղ հեշտությամբ որսում է գնդակը Վալերի Բաբայանը, Միքայել Առաքելյան համար 22, Արթուր Աբրահամյան համար 3, Արսեն Հարությունյան համար 8, Կամո Մանգասարյան համար 9, հիմա գրում է Լեռնային Արցախը, Արսեն Սարգսյան եւ վերցնում է այստեղ գնդակը Հայրոյանը, շատ լավ գործեց Մարսելի դարպասապահը, հիմա էլ տեսնում ենք Մարսելի գրոհը, անգամ չեմ հասցնում ես հիմա հայտացուցակները ներկայացնեմ, հեռացնում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Արամ Կոստանդյանն է հիմա շարժվում առաջ, այստեղ էլ չստացվեց Կամո Մանգասարյանի հարվածը, հիմա շարունակեմ հայտացուցակների անդրադառնամ, Արսեն Սարգսյան համար 10, Տիգրան Ամբարձումյան համար 13, Ալեն Սարգսյան համար 14, Վալերի Բաբայան համար 16, վերջինս հիմա դարպասապահ է Լեռնային Արցախի, Հայկ Աթայան համար 24, Նարեկ Դանելյան համար 25 եւ Արամ Կոստանդյան համար 77։ Մարսելի դարպասը պաշտպանում է Անդրանիկ Հայրոյանը համար 1, Թովմաս Դավթյան համար 4, Կարլեն Վարդանյան համար 6, Գևորգ Հայրոյան համար 11, Սարգիս Սարգսյան համար 14, Հարութ Գրիգորյան 16, Նարեկ Իսկանդարյան 17, Դավիթ Ջուլակյան համար 22, Ավետ Բարյան համար 51 եւ Արա Հակոբյան 88։ Հիմա շարժում է առաջ Լեռնային Արցախը եւ հարված եւ գոլ 3-0 մեզ մոտ մեծացնում է իր առավելությունը Լեռնային Արցախը, այնտեղ գոլի հեղինակ է դառնում Նարեկ Դանելյանը, կարծես թե ես հեսա կփորձեմ իմանալով է դարձել գոլի հեղինակ։ Այստեղ շատ արագ տեսանք, որ մեկնարկեց Մարսելը եւ դաշտի կենտրոնից հարված կատարեց, բայց բարձր էր հարվածում Մարսելի ֆուտբոլիստը 3-0 մեզ մոտ
մեծացնում է իր առավելությունը։ Լեռնային Արցախը հենց երկրորդ խաղակեսի սկզբում շատ լավ գրոհ իրականացրեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, այնտեղ վերջին պահին հաջող չգործեց Հայրոյանը, կարող էր այդ հարվածը վերցնել իր վրա, բայց դիպավ նրան վերջին պահին գնդակը եւ հիմա էլ ինքնագոլի հեղինակ է դառնում այստեղ Տիգրան Կարապետյանը 3-1 շատ արագ կրճատում է Մարսելը 3-1 մեզ մոտ արագ հանդիպման հաշիվը կրճատում է Մարսելը Լեռնային Արցախի գոլից հետո կրճատեց հանդիպման հաշիվը այնտեղ ինքնագոլի հեղինակ դարձավ Տիգրան Կարապետյանը հիմա շարունակում է պայքարը Արամ Կոստանդյան փոխանցում Նարեկ Դանելյանին բայց այստեղ Հայրոյանն է լավ դուրս գալի եւ հեռացնում գնդակը Հիմա այստեղ լավ համագործակցում Մարսելի ֆուտբոլիստներից փոխանցում կենտրոն այստեղ էլ հեռացնում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ հիմա էլ հակագրող կարող ենք տեսնել Արցախի ֆուտբոլիստների կատարմամբ փոխանցում այստեղ Արսեն Սարգսյանին չհասավ այս փոխանցումը հիմա էլ Սարգիս Սարգսյանն է առաջ շարժվում Եվ այստեղ ի վերջո եզրային նետում է վաստակում Սարգիս Սարգսյանը Շատ ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը թիմերի կատարմամբ տեսանք մեկական գոլ այս խաղակեսում Շատ թեժ է ընթանում պայքարը դաշտի միջնամասում հիմա գնդակով Նարեկ Դանելյանը շարժվում է ձախ եզրով առաջ շրջանցում Մարսելի ֆուտբոլիստին Եվ ի վերջո այստեղ Թովմաս Դավթյանն է հեռացնում գնդակը եւ անկյունային հարված կտեսնենք Մարսելի դարպասին Հիմա փոխանցում տեսանք Տուգանային հրապարակ հեռացրեցին հիմա հակագրում են Մարսել այստեղ շտապեց հիմա Սարգիս Սարգսյանը այնտեղ Վալերի Բաբայանը դուրս էր եկել դարպասից փորձեց հեռու հարված կատարել Սարգիս Սարգսյանը բայց չստացվեց նրա հարվածը հիմա նորից Լեռնային Արցախի տղաներն են գնդակով Կամո Մանգասարյան փոխանցում Սարգսյանին ուժեղ էր նրա համար այս փոխանցումը եւ դուրս է գալիս ի վերջո գնդակը Եվ եզրային նետումը Մարսելինն է լինելու Ստեղ էլ նորից հեռացում Արցախի ֆուտբոլիստի կատարմամբ Չստացվեց փոխանցումը Մարսելի ֆուտբոլիստի Վալերի Բաբայանն է հիմա սկսում իր թիմի գրոհը Տիգրան Կարապետյան շատ լավ տեսավ հիմա այստեղ Կամո Մանգասարյանին շարունակում է Սարգսյան բայց հիմա էլ նորից բարձրացնում է գնդակը Սարգսյանը գնդակը թողնում է առաջ եւ հարված կտեսնենք Հայրոյանի դարպասից Մի փոքր շտապողականություն է նկատվում Արսեն Սարգսյանի մոտ այս խաղակեսում Արա Հակոբյանն է հիմա գնդակով լավ է հիմա գործում Արամ Կոստանդյանը վերադարձնում գնդակը Լեռնային Արցախին հիմա էլ շատ լավն էր փոխանցումը այստեղ Արսեն Սարգսյանի եւ վերջին պահին Լեռնային Արցախի ֆուտբոլիստը բարձր է հարվածում շատ վտանգավոր էր հիմա Լեռնային Արցախի գրոհը Այստեղ Նարեկ Դանելյանն է հեռացնում նորից գրում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արամ Կոստանդյան հարված եւ գոլ հեղինակ է դառնում Արամ Կոստանդյանը եւ 4-0 մեծացնում է իր առավելությունը Լեռնային Արցախը
Արամ Կոստանդյան 4-1 շատ լավ գրող կառուցեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ այնտեղ տեսան որ դաշտի կենտրոնում խլեց Կոստանդյանը եւ մինչեւ վերջ պայքարեց գնաց առաջ եւ գոլի հեղինակ դարձավ եւ ել ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը հիմա շարունակվում է հանդիպումը Սարգիս Սարգսյան փոխանցում Նարեկ Իսկանդարյանին այստեղ չի ստացվում նրա փոխանցումը Նորից Կոստանդյանն է գնդակով փոխանցում կենտրոն հիմա հակագրող կտեսնենք Լեռնային Արցախի կատարման բայց վերադառնում են Արագ Մարսելի տղաները Արամ Կոստանդյանն է աջ եզրով գրոհում թողնում է հիմա այստեղ էլ վերջին պայն հեռացրեց Թովմաս Դավթյանը գնդակը Եվ ի վերջո նորից վերադարձին գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Խաղարկում է Վալերի Բաբայան այստեղ Տիգրան Կարապետյանի հետ շատ հանգիստ են հիմա անցնում կիսադաշտը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այստեղ էլ փոխանցումը ուժեղ էր Կարծես թե Մանգասարյանի, բայց դուրս էր եկել այստեղ գնդակը դաշտի դիմային գծից եւ հարված դարպասից Այստեղ էլ նորից շտապեցին Մարսելի տղաները եւ եզրային նետումը Լեռնային Արցախինն է Այստեղ խլեցին գնդակը Արամ Կոստանդյանից Սարգիս Սարգսյան Թովմաս Դավթյանի հետ է խաղարկում այստեղ էլ լավ է գործում Կամո Մանգասարյանը հիմա շարժվում է առաջ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը եւ հիմա էլ ինքնագոլի հեղինակ է դառնում Մարսելի ֆուտբոլիստը Հայկ Խաչատրյան 5-1 Հայկ Խաչատրյանը դուբլի հեղինակ է դառնում Ի վերջո նրա անվան դիմաց գրանցվեց այս գոլը Էլ ավելի մեծացեց Լեռնային Արցախը իր առավելությունը եւ շատ խոշոր դարձրեց հաշիվը հիմա նորից այստեղ պայքար խլում է գնդակը նորից Արցախի տղաները Մանգասարյան փոխանցում Սարգսյանին Հայկ Խաչատրյանի հետ են խաղարկում եւ Գործնում գնդակը Սարգիս Սարգսյանն հիմա առաջ շարժվում թողնում Արամ Հակոբյանին շարժվում է առաջ Արամ Հակոբյանը տեսնենք ինչ կանի Վերջինս հետ է փոխանցում թիմ ակցին Այստեղ տեսնում ենք ընկել է Գևորգ Վարդանյանը բայց ի վերջո նա կանգնում է եւ շարունակվում է խաղը Արսեն Սարգսյանն է հիմա գնդակով փոխանցում Մանգասարյանին եւ Հիմա էլ հակագրում է Լեռնային Արցախը Նարեկ Դանելյան հարված եւ փակում է Թովմաս Դավթյանը հարվածը շարունակում է գրող Հայկ Խաչատրյան եւ գոլ Հետրիկի հեղինակ է դառնում Հայկ Խաչատրյանը այստեղ եւ 6-1 է դառնում հաշիվը Աթայան Ներողություն այնտեղ գոլի հեղինակը Հայկ Աթայանն էր ոչ թե Հայկ Խաչատրյանն էր Դառնում դուբլի հեղինակ այլ Հայկ Աթոյանը Այստեղ դարձավ վերջինս էլ հետրիկի հեղինակ նորից հիմա Լեռնային Արցախի տղաներն են շարժվում առաջ Հայկ Աթոյանն է գնդակով Փոխանցում Կոստանդյանին այստեղ Կոստանդյանը սխալվեց Ավելի խոշոր դարձրեց Աթոյանը իր թիմի առավելությունը Բայց վերադարձրին նորից Լեռնային Արցախի տղաները այստեղ գնդակը Շատ լավ խաղարկումներով անցան կիսադաշտը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արսեն Սարգսյանն է գնդակով Փոխանցում Կոստանդյանին Մյուս եզր է փոխանցում Տիգրան Կարապետյան
Հարկում են Վալերի Բաբայանն հետ, նորից Կարապետյանն է գնդակով։ Այստեղ էլ ուժեղ է ստացվում Կոստանդյանի փոխանցումը եւ եզրային նետումը Մարսելինն է լինելու։ Առաջ է շարժվում հիմա Մարսելի ֆուտբոլիստը եւ այստեղ լավ չհամագործակցեցին Մարսելի տղաները եւ Վալերի Բաբայանը գնդակը վերցնում է եւ փոխանցում թիմ ակցին։ Արսեն Սարգսյանն է գնդակով։ Փոխանցում առաջ, բայց այստեղ տիրում են գնդակին Մարսելի ֆուտբոլիստները, այնտեղ Հարամ Հակոբյանը լավ գործեց, հիմա գրում են Մարսելի տղաները շարժվում են առաջ, փոխանցում դեպի Հարամ Հակոբյանը, բայց Արա Հակոբյանի փոխանցումը այստեղ լավ չստացվեց, հիմա Լեռնային Արցախն է գրոհելու, Արսեն Սարգսյանն է գնդակով փոխանցում կենտրոն Նարեկ Դանելյանին, փոխանցում Հայկ Աթայան շատ լավն էր գրոհը Լեռնային Արցախի եւ գոլ 8-1 է դառնում հանդիպան հաշիվը, գոլի հեղինակն էլ մեզ մոտ դառնում է Գամո Մանգասարյանը։ Գամո Մանգասարյան 8-1 խելայ հանդիպում է մեզ մոտ։ Շատ խոշոր հաշվով հիմա Լեռնային Արցախը հաղթում է Մարսելին, հիմա հարված տեսանք այստեղ Արա Հակոբյան, ոչ Կարլեն Վարդանյանն էր հարվածում, Վալերի Բաբայանը տեղում էր այս հարվածից հետո։ Ուղղակի ֆանտաստիկ գրոհ ձեռնարկեցին գոլային դրվագում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Երազանց փոխանցումներով առաջ շարժվեցին եւ ի վերջո եզրափակումը Գամո Մանգասարյանինն էր։ Եվ հիմա տուգանային հարված Մարսելի կատարման, բայց շատ շեղ հարվածեց այստեղ Մարսելի ֆուտբոլիստը։ Հիմա այստեղ անհույս իրավիճակում են գտնվում Մարսելի տղաները, հիմա էլ Վալերի Բաբայանն է փոխանցում կատարում Նարեկ Դանելյանին, շատ լավն էր փոխանցումը, շարունակում է գրոհ Լեռնային Արցախի, Դանելյան փոխանցում, բայց լավը չէ նրա փոխանցումը, հեռացնում են Մարսելի ֆուտբոլիստները, բայց շարունակում է նորից Արցախի գրոհը, Կոստանդյանն է գրոհում, Նարեկ Դանելյան ձախ եզրով լավն էր շրջանցումը, շատ լավ է հիմա գործում Նարեկ Դանելյանը, բայց հարվածը փակում են նրա, հարվածը հիմա կատարեց Կարապետյանը եւ փրկում են հիմա Մարսելի տղաները այստեղ ինչպիսի դիրքից չկարողացան գոլի հեղինակ դառնալ Լեռնային Արցախի տղաները։ Շատ վտանգավոր էին հարվածները Լեռնային Արցախի։ Շարունակում են նորից Լեռնային Արցախի գրոհ, Նարեկ Դանելյանն է շարժվում առաջ, փոխանցում մյուս եզր, այստեղ ուղղված էր Հայկ Աթայանին փոխանցումը, բայց վերջինս լավ համագործակցեց թիմ ակցի հետ եւ հարված կտեսնենք Հայրոյանի դարպասից։ Շատ քիչ ժամանակ է հիմա մնում խաղի ավարտին։ Հերթական միավորն է վաստակելու այսօր Լեռնային Արցախը։ Կպահպանի իր դիրքը մրցաշարային աղյուսակում, իսկ Մարսելն էլ կմնա այս պահի դրությամբ 15-րդ հորիզոնականում։ Փոխանցում առաջ տեսանք այստեղ Բաբայանն է վերջին պահին հեռացնում եւ եզրային նետում են վաստակում Մարսելի տղաները։ Այստեղ էլ
Տիգրան Կարապետյանն է լավ գործում, հիմա հակագրում են Լեռնային Արցախի տղաները, Հայկ Աթայան փոխանցում Մանգասարյանին, այստեղ էլ լավ չհամագործակցեցին Մանգասարյանն ու Սարգսյանը, լավն էր, բայց Մանգասարյանի փոխանցումը այնտեղ, այստեղ էլ ուշացնում է փոխանցում կատարել Կարլեն Վարդանյանը, այսօր չի ստացվում Մարսելի գրողները, Վալերի Բաբայանն է այստեղ դուրս եկել և շատ լավ է գործում, հիմա Կոստանդյանն է գրում ձախ եզրով փոխանցում, պետք է կատարել կենտրոն է փոխանցում Մանգասարյանին, Հայկ Աթայանն է գնդակով, ոչ Նարեկ Դանելյանն էր այստեղ հեռացրեցին նորից Մարսելի տղաները, շատ ապահով են գործում Լեռնային Արցախի տղաները, հիմա այստեղ շարունակում է գրող շրջանցում Կամո Մանգասարյանի կողմից Արսեն Սարգսյանն է հիմա գնդակով փոխանցում մյուս եզր, բայց այն շատ շեղեր և հիմա դեղին քարտ Արսեն Սարգսյանին ինձնում է վիճելու համար նորից երկար փոխանցում, այստեղ լավ գործեց Տիգրան Կարապետյանը, Վալերի Բաբայանն է հեռացնում է գնդակը, բայց այստեղ պահում է գնդակը Արսեն Սարգսյանը, լավ փոխանցումն է Լեռնային Արցախի ֆուտբոլիստների կողմից, Արսեն Սարգսյանն է նորից գնդակով փոխանցում Աթայանին, Դանելյան փոխանցում և Մանգասարյանն է մենակ մնում դարպասապայի դիմաց և արձանագրում է հանդիպման խաղի ելքը 9-1, Մանգասարյանն է դառնում է դուբլի հեղինակ։ 9-1 Կամո Մանգասարյանը ներողություն եմ խնդրում, հետրիկի հեղինակ է դառնում այս խաղում և ավելի գերխոշոր է դարձնում հանդիպման հաշիվը։ Հիմա նորից երկար փոխանցում ենք տեսնում Մանգասարյանի ուղղությամբ, շատ լավ է հիմա գործում Մանգասարյանը, այստեղ փոխանցում Սարգսյանին և այստեղ էլ հեռացնում է Սարգիս Սարգսյանը և անկյունային հարված կտեսնենք Մարսելի դարպասին։ Այստեղ փոխանցում կենտրոն, հիմա այստեղ փրկվեց Մարսելը Հայրոյանը վերցնում է վերջին պահին գնդակը և գնդակն առաջ ուղարկում, այստեղ շատ լավ է հիմա Արա Հակոբյանը գնդակը վերցնում, թիմակցետ է խաղարկում, Գևորգ Հայրոյան թողնում է Սարգիս Սարգսյանին, նորից Արա Հակոբյանն է գնդակով, խաղարկում է Կարլեն Վարդանյանն է, Վարդանյանն է հարվածում և Բաբայանն է փրկում այստեղ Լեռնային Արցախին, լավն էր Կարլեն Վարդանյանի հարվածը, բայց այստեղ էլ շատ շքեղ են գործում հիմա Լեռնային Արցախի տղաները Սարգսյան փոխանցում Աթայանին և տեսնենք հարվածը կա, փակում են հարվածը, երկրորդ հարվածը Աթայանի և անկյունային հարված կտեսնենք Արցախի կատարմամբ, շատ վտանգավոր էր հիմա նորից Արցախի գրողը Փոխանցում հիմա հեռացնում է գնդակը Հայրոյանը, շարունակում է Արցախի գրողը Արսեն Սարգսյան, կորցնում է Սարգսյանը գնդակը,
Հիմա էլ Մարսելն է հակագրում, Վալերի Բաբայանը դուրս էր եկել դարպասից եւ Հարա Հակոբյանն է հիմա հարվածելու եւ հարված եւ գոլ։ Եվ խաղն ավարտված է։ Ի վերջո Լեռնային Արցախը խոշոր հաշվով հաղթանակ է տոնում Մարսելի նկատմամբ, հաստատում իր 3 միավորը եւ պահպանում իր դիրքը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը սիրելի ֆուտբոլասերներ։ Բարի գիշեր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։